կարծիք ունեք իշխանությունների վարած այս խաղաղության օրակարգի մասին։ Խաղաղություն բոլորիս համար է լավ, դրա մասին հարց չկա։ Առասարակ խաղաղությունով էլ որ բերում է ճիշտ է արում, եթե խաղաղությունը։ Ու խնդրում եմ էլ ուրիշ բան մի հարցրեք էլի։ Ես կառավարության, ես իշխանության կողմից եմ, ինչ հաստատ մեկը հետ եմ ասել։ Ես դրական եմ վերաբերվում։ Ինձ թվում է թե մեր իրավիճակում ելքը դա է։ Ընդհանրապես եթե այդ ոնց նկարագրում են որ լինի, շատ լավ է։ Ոնց որ ցույց են տալիս, չեն խապ չեն տալիս, ուրեմն շատ լավ է։ Այդ շատ լավ է։ Ճիշտն ասած վարչապետ Փաշինյանին էլի հարցեր կան, որ ինչու միջև։ Ես գտնում եմ, որ իրենք շատ դեպքերում շատ լոյալ են, չգիտեմ ինչ են, այտենց էլի կտրուկ բաներ չեն։ Գուցե ես շատ բան չեմ հասկանում այդ կտրուկության հարցում, բայց դե ինչ ունենք, ես գտնում եմ, որ այս միակ ելքն է էլի, այդպես եմ մտածում։ Ինչ կասեք, ընդդիմությունը, որ շատ հաճախ ասում է մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, դուք դա ինչպես եք պատկերացնում։ Քո ասած խոսքը արժանապատիվ խաղաղությունը, այդ խաղաղությունը պետք է երկկողմանի լինի, նպատակ ունենա։ Դե ճիշտն ասած ընդդիմությունը ժամանակին ղեկավարությունա չէ եղել։ Դե այդ դեպքում ինչու իրենք ոնց որ հիմա Ադրբեջանն է անում, մինչև վերջ ամեն ինչը հստակեցնում է իր համար, ինչու այն ժամանակ, երբ որ մենք հաղթանակել էինք, հստակեցում չի եղել, ինչու։ Կարող է որևէ մեկը ինձ պատասխանել, ինչու, չէ որ հաղթանակած ենք եղել, կարելի էր իրենց այդ հողերը, որոնք մենք որպես պաշտպանիչ շերտ էինք վերցրել, կարելի էր ինչ-որ ձև զիջել, բայց մեր ստատուսը հստակեցնել Ղարաբաղի։ Ճիշտն ասած ես դրան պատասխան չեմ գտնում։ Որտեղ այդքան խառն է աշխարհում էսի խառը վիճակ չկա, ինչ որ մեր մոտ է։ Իսկ հիմա ըստ ձեզ միակողմանի է, լավ չի, որ սահմանի զոհեր չունենք, կրակոցներ չկան։ Դե գիտես ոնց, ասում եմ նորից դրա իմաստը պետք է ճիշտ հասկանալ։ Հիմա ես չգիտեմ, այդ կրակոցները, որ հիմա չկա, վաղը մյուս օրը, այս նույն իշխանությունը, խոսք եմ ասում էլի, նույն իշխանությունը, որ հանկարծ մի բան նրանք ավելորդ նորից տարածք ուզեն կան, չզիջի, պետք է թողնեն այդ խաղաղությունը մնա, թե նորից ու ինչ որ բան են պարտադրելու։